Շառլ Պերո, կոշկավոր կատուն։ Լինում է չի լինում մի ջրաղաց բան, ով իր մահից հետո 3 որդիներին ժառանգություն է թողնում, ընդամենը մի ջրաղաց, մի էշ ու մի կատու։ Որդիները չնչին ժառանգությունը միմյանց մեջ կիսում են հետևյալ կերպ. ավագ եղբայրը վերցնում է ջրաղացը, միջնեկը էշը, իսկ կրտսեր եղբորը բաժին է հասնում կատուն։ Կրտսեր եղբայրը վրդովվում է իրեն բաժին հասածից։ Եղբայրներս կարող են իրենց ապրուստն ազնվորեն վաստակել, մտածում է կրտսերը։ Իսկ ես ինչ եմ անելու, կատվին ուտեմ ու նրա մորթուց էլ ձեռնամուշտակ կարեմ։ Երևի թե սովից կմեռնեմ։ Կատուն լսում է տիրոջ խոսքերը և լուրջ ու ծանրակշիռ ասում նրան. «Մի վշտացիր, տերիմ, տուր ինձ միայն մի պարկ ու մի զույգ կոշիկ մացառուտներով անցնելու համար, և կտեսնես, որ քեզ այդքան էլ վատ ժառանգություն չի հասել, ինչպես կարծում ես»։ Թեպետ տերը բոլորովին չի հավատում կատվի խոսքերին, բայց հիշելով նրա ճարպկությունը հույսով է լցվում, որ կարող է փրկվել այդ թշվառությունից։ Երբ կատուն ստանում է իր խնդրածը, խիզախորեն հագնում է կոշիկները, սննդով լի պարկը կախում է ուսից ու գնում անտառ, որտեղ շատ նապաստակներ կային։ Կատուն պառկում է գետին ու մեռած ձևանում, որպեսզի ջահել ու կյանքի փորձություններին անպատրաստ մի նապաստակ ընկնի պարկի մեջ։ Նոր էր կատուն պառկել, մեկ էլ արդեն բախտը ժպտում է նրան։ Մի շշմած նապաստակ մտնում է պարկի մեջ։ Կատուն վրա է հասնում ու անգթաբար խեղդում նրան։ Իր որսն առած գնում է թագավորի մոտ ու տեսակցություն խնդրում։ Նրան ուղեկցում են արքայի սենյակ։ Ներս մտնելուն պես կատուն գլուխը խոնարհում է և ասում. «Ահա տեր իմ արքա, իմ տեր Մարքիզ Կարաբասը» (կատուն ինքն էր տիրոջ համար հորինել այդ անունը) «հրամայել է իր կողմից ձեզ նվիրել այս նապաստակը»։ «Ասա քո տիրոջը», պատասխանում է թագավորը, «որ ես շատ գոհ և շնորհակալ եմ նրա նվերի համար»։ Մեկ ուրիշ անգամ կատուն թաքնվում է ցորենի արտում ու պարկը բաց թողնում, ու երբ երկու կաքավ մտնում են պարկի մեջ, կատունը սպանում է դրանց ու կրկին տանում թագավորին ընծա։ Թագավորն էլ հաճույքով ընդունում է նվերն ու կատվի համար հյուրասիրություն կազմակերպում։ Մի քանի ամիս շարունակ խորաման կատուն իր տիրոջ անունից նվերներ է տանում թագավորին։ Մի օր էլ իմանում է, որ թագավորը պետք է զբոսայգի ելնի իր աղջկա, աշխարհի ամենագեղեցիկ արքայադստեր հետ։ «Եթե հետևես իմ խորհրդին, ասում է կատուն տիրոջը, ապա շատ հարուստ կդառնաս։ Քեզնից պահանջվում է լողալ գետի այն հատվածում, որտեղ ես ցույց կտամ, մնացածն ինձ թող»։ Թեպետ Մարքիզ Կարաբասը չի հասկանում կատվի ասածների իմաստը, այնուամենայնիվ հետևում է նրա խորհրդին։ Տեսնելով թագավորի կառքը, կատուն սկսում է ամբողջ ուժով գոչել. «Օգնություն, օգնություն, Մարքիզ Կարաբասը խեղդվում է»։ Թագավորը ճանաչում է իրեն այդքան նվերներ բերած կատվին ու ծառաներին հրամայում է արագ օգնության հասնել մարքիզին։ Մինչև ծառաները օգնություն են ցուցաբերում, կատուն մոտենում է թագավորին ու պատմում, թե ինչպես են գողացել իր տիրոջ հագուստը։ Խորամանկն ինքն էր դրանք թաքցրել մի քարի հետևում։ Թագավորը ծառաներին հրամայում է բերել իր ամենալավ զգեստներից մեկը։ Մարքիզ Կարաբասը գեղեցիկ էր ու բարեկազմ, իսկ թագավորական հագուստով ավելի շքեղ տեսք ուներ։ Նա հարգալից ու քնքուշ հայացք է նետում արքայադստերը և գեղեցկուհին խենթի պես սիրահարվում է։ Թագավորը մարքիզին հրավիրում է կառքով միասին զբոսնելու։ Երջանկացած կատուն, տեսնելով, որ իր ծրագիրը հաջողվում է, նրանցից առաջ է ընկնում։ Ճանապարհին հանդիպում է արտը հնձող գյուղացիներին ու ասում. «Խելոք մարդիկ, եթե թագավորին չասեք, որ այս արտը պատկանում է Մարքիզ Կարաբասին, բոլորիդ կտոր կանեմ»։ Արտի մոտով անցնելիս թագավորը գյուղացիներին հարցնում է, թե ում արտն են հնձում։ Նրանք կատվից վախեցած պատասխանում են. «Մարքիզ Կարաբասի»։ «Դու լավ ժառանգություն ունես», ասում է թագավորը մարքիզին։ «Տերիմ, այս արտն ամեն տարի առատ բերք է տալիս»։ Կատուն շարունակ առաջ էր անցնում և հանդիպելով հնձվորներին, նրանց ասում էր. «Եթե թագավորին չասեք, որ այս ցորենի արտերը պատկանում են Մարքիզ Կարաբասին, բոլորիդ կտոր կանեմ»։ Թագավորը անցնելով ցորենի արտերի մոտով, ցանկանում է իմանալ, թե ում են դրանք պատկանում։ «Մարքիզ Կարաբասին, տեր արքա,
պատասխանում են հնձվորները, եւ արքան ավելի է ուրախանում։ Կատուն, որ միշտ կարգից առաջ էր անցնում, բոլոր նրանց ում հանդիպում էր նույն բանն էր ասում։ Մարքիզի հսկայական ժառանգությունը զարմացրել էր թագավորին։ Վերջապես կատուն հասնում է մի գեղեցիկ դղյակի, որի տերը մի շատ հարուստ մարդակեր էր։ Հենց նրան էին պատկանում բոլոր այն դաշտերն ու մարգագետինները, որտեղով անցել էր թագավորը։ Կատուն նախապես իմացել էր, որ մարդակերը կարողանում էր տարբեր կենդանիների տեսք ընդունել եւ նրա հետ տեսակցություն է խնդրում, ապա ասում, որ չէր կարող դղյակի մոտով անցնել առանց տիրոջ առաջ գլուխ խոնարհելու։ Հարուստ մարդակերը կատվին ընդունում է այնքան հարգալից, որքան կարող էր անել մարդակերը։ Ինձ ասել են, որ դուք տարբեր կենդանիների վերածվելու շնորհ ունեք, ասում է խորամանկ կատուն։ Կարող եք օրինակ դառնալ առյուծ կամ փիղ։ Ճիշտ է, գոռոզաբար պատասխանում է մարդակերը։ Նայիր, հիմա ես առյուծ կդառնամ։ Կատուն տեսնելով իր դիմաց կանգնած գազանին, այնպես է վախենում, որ անմիջապես կտուրն է թռչում։ Սակայն երկարաճիտ կոշիկներն անհարմար էին տանիքի վրա քայլելու համար։ Մարդակերը դուրս է գալիս գազանի կերպարանքից, իսկ կատուն խոստովանում է, որ մի լավ վախեցել էր։ Լսել եմ, ասում է կատուն, որ դուք կարող եք նույնիսկ ամենափոքր կենդանու կերպարանք առնել, օրինակ դառնալ առնետ կամ մուկ, բայց ես վստահ եմ, որ դա անհնար է։ Անհնար։ Հիմա կտեսնեք, պատասխանում է մարդակերն ու անմիջապես վերածվում մկնիկի։ Կատուն հենց սրան հատակին վազվզելիս տեսնում է, թե չէ, հարձակվում է եւ կուլ տալիս։ Այդժամ թագավորի կառքն անցնում էր մարդակերի պալատի մոտով եւ արքան ներս մտնելու ցանկություն է հայտնում։ Կատուն լսում է կամրջի վրայով անցնող կառքի ձայնը, ընդառաջ է վազում եւ ասում թագավորին. Տեր իմ արքա, բարի գալուստ Մարքիզ Կարաբասի դղյակ։ Այդ ինչպես, բացականչում է թագավորը, այս պալատն էլ է ձեզ պատկանում։ Ավելի գեղեցիկ բակ ու շինություն երբեք չեմ տեսել։ Եթե կարելի է, կցանկանայի ներսն էլ նայել։ Մարքիզը ձեռքը մեկնում է արքայադստերը եւ նրանք հետևում են առջևից գնացող թագավորին։ Դահլիճում նրանց ճոխ հյուրասիրություն էր սպասում։ Մարդակերն ընկերների համար այդ օրը խնջույք էր կազմակերպել, սակայն նրանք իմանալով, որ թագավորը պալատում էր, վախենում են ներս մտնել։ Արքան տեսնելով Մարքիզ Կարաբասի լավ հատկանիշները, նրա հարստությունը ու թե որքան էր դուր եկել աղջկան, 5 գավաթ գինի խմելուց հետո ասում է. Մարքիզ Կարաբաս, արդյոք չեք ցանկանա ամուսնանալ արքայադստեր հետ։ Մարքիզը համաձայնում է, եւ նրանք հենց այդ օրն էլ ամուսնանում են։ Մարքիզ Կարաբասը եւ արքայադուստրը ապրում են ուրախ եւ երջանիկ։